Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի պատերազմից հետո հայտարարել է Հեյդար Ալիևի ամենամեծ երազանքը Շուշին ազատ տեսնելն էր եւ իրենք դա իրականություն դարձրին։ Այս տրամաբանությամբ էլ Ալիևը կերակրեց ադրբեջանցիներին, որոնք հայկական Շուշիում ադրբեջանական դրոշը բարձրացնելով առժամանակ մոռացության տվեցին Ալիևի բռնարարքները եւ անմարդկային գործելավոճը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ Արցախի հետ ռազմաճակատում։ Շուշին պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում հոկտեմբերի 8-ին կրկնակի անգամ թիրախավորեց, ցույց տալով Ադրբեջանի հակահայ գործողությունների կանխամտածված լինելն ու անհանդուրժողականությունը թե ժառանգության եւ թե քրիստոնեական ողջ հանրույթի նկատմամբ եւ հետագայում այս ոչնչացումները եւ Ղազանչեցոցի հետ կապված խոշտանգման քաղաքականությունը շարունակվեց։ 2024 թվականին պատերազմական 4 տարիների ընթացքում մենք տեսանք եկեղեցու շարունակական խոշտանգումը։ Սկզբից խեղաթյուրվեց այն պատմությունը, որը դրված էր Ղազանչեցոցի հիմքում, այն համարվեց ռուս ուղղափառ, այնուհետև քերվեցին արձանագրությունները, Խաչակիր Քրիստոսի պատկերաքանդակը եւ այսօր մենք ունենք մի կառույց, որի գմբեթը խեղաթյուրված է, խախտված են եկեղեցու պահպանության, իսկության եւ ամբողջականության սկզբունքները։ Շուշիի ազատագրման օրվա ընկալումները Ադրբեջանում 2020 թվականի պատերազմից հետո ոչ միայն խորապես արմատավորված են ադրբեջանական պաշտոնական քարոզչության մեջ, այլ նաեւ ակտիվ գործընթաց են ուղղված պատմության վերաշարադրմանը եւ հայկական ազգային մշակութային ժառանգության մերժմանը։ Ադրբեջանի իշխանությունները Իլհամ Ալիևի գլխավորությամբ Շուշին ներկայացնում են որպես զուտ ադրբեջանական քաղաք, մոռացության տալով նրա հարուստ հայկական պատմությունը, ճարտարապետությունը, հոգևոր ու մշակութային կենտրոն լինելու նշանակությունը։ Ալիևը քանիցս հայտարարել է, թե Շուշին ադրբեջանական քաղաք է, սակայն իրականությունը պատմության էջերում այլ է։ Ալիևի օրինակին հետևողները քիչ չեն եղել վերջին տարիներին, հատկապես Ադրբեջանի քարոզչամեքենայի ակտիվացման արդյունքում։ Մի շարք պաշտոնյաներ, վերլուծաբաններ եւ իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներ բազմիցս կրկնել են թեզը, թե Շուշին պատմական ադրբեջանական քաղաք է։ Այս հայտարարությունները հաճախ հնչել են միջազգային հարթակներում, փորձելով վերահաստատել այդ դիրքորոշումը եւ ձևավորել միջազգային կարծիք։ 2022 թվականի մայիսի 19-ից 20-ին Ադրբեջանի բռնագրավված Շուշի քաղաքում Ադրբեջանի մշակույթի եւ բնապահպանության նախարարությունները համատեղ կազմակերպել էին համաժողով, որի առանցքային թեման իբրև թե Ղարաբաղի շրջանի մշակութային կերպարի վերականգնումն էր եւ մշակույթի դերը խաղաղության երկխոսության գործում։ Զեկուցումների եւ քննարկումների ժամանակ առաջ քաշված թեմաները վերաբերում էին ճակերտավոր հայկական բռնագրավումից հետո Շուշիում իրականացվելիք վերականգնման աշխատանքին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի ելույթում առանձնապես կարևորել է Շուշիի պատմական միջուկում կատարված աշխատանքները, որոնք իրականացվում են Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի կողմից։ Պատմաբան Ռիզվան Հուսեյնովն էլ իր հերթին հարցազրույցում շեշտել է, որ Շուշիում վերականգնվում են իբրև թե մահմեդական եւ քրիստոնեական հուշարձանները։ Այստեղ մեկ պահ դադար ենք տալիս եւ հիշում պղծված ու վանդալիզմի ենթարկված եկեղեցիներն ու վանքերը, ընդհուպ գերեզմաններն ու հիշատակի կոթողները։ Այն զուգորդվում էր նաեւ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարությունների հետ եւ մայիսի 9-ի առավոտյան մեկնարկում էր Ստեփանակերտի վերածննդի հրապարակից։ Այնուհետև հաղթական երթը շարունակվում էր դեպի եղբայրական գերեզմանատուն, այնուհետև դեպի լեգենդար տանկ հուշարձան եւ եզրափակվում Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշահամալիր այցելությամբ։ Բայց մենք տեսնում ենք, որ պատերազմից 5 տարի անց Շուշիի ազատագրման եւ տոնակատարության նշման ողջ հաղթական ուղին հետեւողականորեն ոչնչացված է Ադրբեջանի կողմից։ Նախ Քալերթի սկիզբը համարվող վերածննդի հրապարակը Ստեփանակերտի վերանվանվել է Խանքենդի հրապարակ անվանմամբ եւ փաստորեն վերափոխումը խախտել է քաղաքի եւ սերունդների իրավունքը ճշմարտացի գիտելիքով հաղորդակցվելու իրենց ժառանգության հետ։ Այնուհետև վերջերս մենք ականատես եղանք, որ բղծվել եւ ոչնչացվել է նաեւ եղբայրական գերեզմանատունը։ Ինչպես նշեցի, նաեւ ոչնչացվել է Շուշի ազատագրման խորհրդանիշ համարվող տանկ հուշարձանը։ Եվ բացի դա, հենց պատերազմի օրերին, պատերազմից անմիջապես հետո մենք ականատես եղանք, որ վանդալիզմի ենթարկվեց եւ ապա ոչնչացվեց Վազգեն Սարգսյանի հուշակոթողը։ Բաքվի մերժողական քարոզչական գծի տրամաբանության մեջ է նաև 2024 թվականին Շուշին իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակելու Բաքվի որոշումը։ Գիտակցելով, թե ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար Շուշին, Ադրբեջանը պատերազմական հենց առաջին օրերից նախաձեռնեց Շուշիի իսլամացման քաղաքականությունը։
Պատերազմից հետո 2020, 21, 22 թվականներին Շուշիում հենց կազմակերպվեցին իսլամական բնույթի կրոնական տարբեր խորհրդաժողովներ, միջոցառումներ եւ 2023 թվականին Շուշին ներկայացվեց որպես իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք։ Այս ամենն արվում էր ոչ միայն Շուշիի հայկականությունը շղթելու, հայ ժողովրդի հետ Շուշիի բազմադարյան մշակույթը ոչնչացնելու նպատակով, այլև տարածքում ադրբեջանական նոր ինքնություն ստեղծելու նպատակով։ Բացի այդ, պետք է նշել, որ Շուշին նաև ներկայացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծագործ քաղաքների միջազգային ցանկին որպես ադրբեջանական մշակութային արժեք։ Սա շատ ցավալի իրականություն է, որովհետև ոտնահարելով հայ ժողովրդի պատմական իրավունքները քաղաքի, նրա լանդշաֆտի, մշակութային և հոգևոր արժեքների նկատմամբ փաստորեն այն ադրբեջանականացվեց եւ իսլամացվեց։ Վերջերս նաև ակտիվացած է Շուշիի իսլամացման քաղաքականությունը, քանզի քաղաքի տարբեր կետերում մզկիթների հիմնարկեքեր են արվում, ցույց տալով փաստորեն այն յուրացման քաղաքականությունը, որին Ադրբեջանը հետամուտ է։ Ադրբեջանը այս քայլով հայկական Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքից վերածել է իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաքի, զուգահեռաբար ոչնչացնելով եւ խեղելով քաղաքի ողջ հայկական ժառանգությունը, այլափոխելով պատերազմի ժամանակ հրետակոծության ենթարկված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, պղծելով եկեղեցու հոգևոր ճարտարապետական հորինվածքը, ճանապարհային շինարարության պատրվակով վանդալիզմի ենթարկելով Շուշիի գերեզմանատունը։ 2021 թվականին, երբ ոչնչացվեց հայոց ցեղասպանությանը, հայրենական պատերազմին եւ Արցախյան ազատամարտին նվիրված հուշակոթողը եւ հուշահամալիրը Շուշիում, 24 թվականին արդեն նույն այդ վայրում արվեց մզկիթի հիմնարկեք, հուշարձանի կից տարածքում կառուցվեց դրոշի հրապարակ, ադրբեջանական դրոշի հրապարակ եւ նաեւ հաղթանակի թանգարան կոչվող կառույցը։ Սա հոգեբանական մեծ տրավմայի է ենթարկում հայ ժողովրդին, խախտելով նրա մշակույթի իրավունքը, ժառանգության պատմության հետ հաղորդակցման իրավունքը, ժառանգության տարածքներ մուտքի եւ ճշմարիտ գիտելիքը սերունդներին փոխանցելու հնարավորությունը։ Պատերազմից հետո Ադրբեջանը որդեգրել է հստակ քաղաքական գիծ, ուղղված հատկապես Շուշիի լիակատար ադրբեջանականացմանը։ Դա արտահայտվում է ոչ միայն մշակութային ժառանգության վերաձևմամբ, այլ նաեւ պատմական հիշողության միտումնավոր ջնջմամբ։ Ադրբեջանը ոչ միայն իսլամացրեց Շուշին, այլև ոչնչացրեց հաղթական այն ճանապարհը, հուշարձանացման ճանապարհը, որով ազատագրվել էր Շուշին։ Մայիսի 8-ի գիշերը եւ մայիսի 9-ի լույս առավոտյան առաջին մեքենան, որ մտավ հաղթանակած Շուշի, դա տանկ հուշարձանն էր, որը հետագայում հաշվի առնելով նաեւ երևույթի կարեւորությունը, ողջ գաղափարը հաղթանակի խորհրդաբանությունը, որ դրված էր, տանկ հուշարձանի հիմքում, տանկը հուշարձանացվեց եւ տեղադրված էր Շուշիից Ստեփանակերտ տանող ճանապարհին, այսինքն Շուշիի դարպասները հենց այդ հուշարձանով էին բացվում։ Եվ իրականության տիրույթում մենք տեսանք, որ բռնազավթված տարածքներում Արցախի Ադրբեջանը ապամոնտաժեց եւ ոչնչացրեց Շուշիի խորհրդանիշ համարվող տանկ հուշարձանը։ Եվ երբ հայ ազատամարտիկները առաջին անգամ ոտք դրեցին հաղթանակած Շուշի, առաջին վայրը, ուր այցելեցին, դա հենց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին էր։ Հաղթանակած հայկական դրոշը տեղադրեցին եկեղեցու գմբեթին եւ պատահական չէ, որ պատերազմի օրերին հենց այդ գմբեթը, որտեղ ազատագրված Բերդաքաղաքի հոգևոր կառույցի կենտրոնում տեղադրված էր հայկական դրոշը, հենց այդ հատվածը պատերազմի ընթացքում կրկնակի անգամ թիրախավորվեց։ Թիրախավորվեց խախտելով պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության պահպանության Հաագայի Ժնևի սկզբունքները։ Թիրախավորվեց խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, որովհետև հուշարձանները ցանկացած պարագայում պետք է անձեռնմխելի լինեն ռազմական գործողությունների ընթացքում։ Այս ամենի ֆոնին հայության համար Շուշին շարունակում է մնալ ազգային ցավի, բայց նաև արժանապատվության եւ դիմադրության խորհրդանիշ։ Չնայած ռազմական ձախողմանը, հայ ժողովուրդը երբեք չի հրաժարվել Շուշիի նկատմամբ իր իրավունքից։ Հայ մտավորականությունը, հոգևորականությունը եւ Սփյուռքի համայնքները շարունակում են բարձրաձայնել Շուշիի հայկական պատմության եւ մշակույթի մասին, վերհանելով փաստեր, հուշարձաններ, արվեստի գործեր, որոնք անկախտելիորեն կապում են քաղաքը հայ ժողովրդին։ Ադրբեջանական ցանկացած փորձ քաղաքը ամբողջությամբ վերանվանելու, պատմությունը խեղաթյուրելու կամ հայկական ներկայությունը ջնջելու ուղղությամբ պետք է հանդիպի պատմական ճշմարտության պատին։ Միջազգային օրենքները եւ միջազգային մշակութային քաղաքականությունը փաստում են, որ
Հուշարձանները միայն նյութական կառույցներ չեն, նրանք ամբողջություն են, նյութականի, ոչ նյութականի, որոնք սերտորեն նաև կապվում են մարդկանց մշակույթի իրավունքների հետ։ Եվ երբ խախտվում է եւ կեղծվում ու պղծվում է Ղազանչեցոցի հիմքում դրված իրական պատմությունը, կառուցման արձանագրություններն են քերվում, կառուցման ողջ պատմությունն է խեղաթյուրվում, սա ուղիղ հարված է արցախահայերի եւ ողջ քրիստոնյա հանրույթի մշակույթի իրավունքներին։ Շուշիի ճակատագիրը չի որոշվելու միայն քաղաքական հայտարարություններով կամ ֆիզիկական այսպես կոչված վերակառուցմամբ։ Նրա հոգևոր ժառանգությունը ապրում է հայկական մշակույթում, երգում, գրքում, հուշերում եւ այս ժառանգությունը ոչ մի իշխանություն չի կարող ջնջել։ Շուշին քաղաք է, որի քարերում դրոշված են հայատառ մեր աղոթքները։